Այնց զգացողություններ, որ իրականում ես տեսնելու եմ այն ինչ երազիս եղել է, թե չէ։ Գոյություն ունի այդ անտառը, թե գոյություն։ Ես պետք է անտառը տեսնեմ աչքովս, ցույց տվել Ստեփանակերտու, ասելա որ գալու են մտնին ու տեսնելու երևի մոտավոր մի 10 օր հետո տեսանք ու իրականում հենց այդպես էլ եղավ։ Դենը շատ էի զարմացած, թե ոնց է հնարավոր էլի։ Բարև ձեզ, ամսի 20-ը եկավ ու մենք Իսակեվորի հետ, մեր ընկերների հետ շարժում ենք երազի հետքերով։ Գնանք այդ վայրը, որ տեսել եք Գևորի երազի մեջ։ ու խորհրդանշական միտք է։ Ստվում է շատ հետաքրքիր բաներ մենք դրանք ու անպայման դրել ենք։ Սպասեք, շարունակություն։ Տղեկ հիմա իմ համար գիտեք որ դա հետաքրքիր ու կարևոր։ Ես ուզում եմ տեսնեմ հենց այդ վայրը, որը երազումս այդ Մաթեոսը ինձ կանչել է այդ մատուր։ Ուրեմն իրոք համապատասխանում է իմ երազի տեսած տվյալներին, թե չէ, այսինքն այդ սարը, այդ ծաղիկները, կանաչը, տակի կանաչ անտառը ու գյուղը իրականում տեսնեմ հենց նույն ոնց երազից տեսել եմ, հիմա տենց է, ախր տես ժամանակն հենց ասացել, որ ես ամբողջ 5 ամիս ինչ եկել եմ, ամեն օր ուզեցել եմ գնամ, բայց իրավիճակն հենց է դասավորում, որ մի բան ինձի հետ է պահե, որ այսօրն է եկել, որ այսօրը պիտի գնամ։ Ու երազից մեջ ամառ էր, կանաչ, ծառերը կանաչ, այդ սարը կանաչ, ծաղկած։ Հիմա ես ուզում տեսնեմ իրականության համապատասխանում է տեսածը թե չէ։ Մանրամասն հիշում եմ, որ ինձ այդ սարը ցույց տվեց, սարի տակ, ուրեմն սարն է, կանաչ ծաղիկներով, սարի տակ անտառ է, յոլեշնի անտառ է, ու գյուղն է տակը, սարի վրա մատուրն է, մատուրը շատ հին մատուր է, ու ինքը ասես, որ ես լինելու եմ այնտեղ ու քեզ եմ սպասում, հենց վերադառնաս կգաս, հիմա գնանք տեսնենք։ Գնում եմ իմ երազի հետևից, գնում եմ տեսնելու այն վայրը, որը տեսել եմ երազում, հուզմունքն ու անհամբերությունը պատել է հոգիս, որովհետև այն ամենը, ինչ ինձ ասաց Մաթեոս անունով այդ մարդը, իրականացել է։ Ամենաարեսվածային այն է, որ նա 3 անգամ նույն կերպ եկավ իմ երազում եւ ասաց, որ ես պետք է մարդկանց հավատա հետ բերեմ, որովհետև մարդիկ չար չեն, մարդիկ լավն են, պարզապես չարացել են եւ այլևս ոչինչի չեն հավատում։ Հիշիր, Գևորգ, դա դու ես լինելու։ Եվ հիմա գնում եմ այն վայրը, որտեղ ինձ սպասում է մեկը, ում չեմ ճանաչում եւ չգիտեմ, թե ով է նա։ Բայց մի բանում վստահ եմ, նա Աստծո կողմից ուղարկված պահապանն է ինձ համար։ Նա տեսիլքով ինձ ցույց տվեց այն պահերը, երբ ինձ ուզում էին սպանել, բայց չսպանեցին։ Այն պահերը, երբ հոգեպես տառապում էի եւ հանկարծ ինչ-որ բան էր փոխվում, հայտնում էր կարմիր խաչը կամ տեղի էին ունենում անբացատրելի հանգամանքներ։ Եվ նա ասաց, որ ուղարկված է ինձ պաշտպանելու։ Ամեն անգամ, երբ մտածում եմ այս ամենի մասին, փշաքաղում եմ, որովհետև այդ ամենը տեղի ունեցել ինձ հետ եւ այդ ամենի կրողը ես եմ։ Չգիտեմ մարդիկ հավատան թե ոչ, բայց սա իրականություն է, որն ապրել եմ ես։ Ես երբեք կյանքումս չէի լսել Սեպասարի անունը եւ միայն հետո պարզվեց, որ կա այդ անունը կրող մի փոքրիկ բնակավայր, խորհրդավոր ու անծանոթ, որի մասին ոչինչ չգիտեի։ Ու հիմա ճանապարհ եմ ընկել դեպի այդ վայրը, այնտեղ ուր ինձ կանչել է Մաթեոսը։ Գուցե շատերը չհավատան, գուցե ոմանք սա պարզապես երազ համարեն, բայց մարդը չի կարող լռել, երբ իր կյանքում կատարվածն ավելի ուժեղ է, քան ցանկացած բացատրություն։ Ես չափազանց մոտ եմ եղել մահվանը, չափազանց շատ ցավ եմ տեսել, չափազանց շատ անգամ եմ կոտրվել, որպեսզի խաղ անեմ ճշմարտության հետ։ Եվ եթե այս պատմությունը տեսնելուց, լսելուց հետո թեկուզ մեկ հոգի նորից հավատա, որ մարդը ծնվում է բարի, որ չարությունը ցավի հետևանք է, եւ որ Աստված երբեք չի լքում իր զավակներին, ապա գուցե հենց դրա համար էլ արժեր անցնել այս ամբողջ ճանապարհը, որովհետև աշխարհը չի փրկվելու ատելությամբ, աշխարհը փրկվելու է այն օրը, երբ հոգնած ցավից կոտրված մարդը նորից հավատա Աստծո բարությանը, մարդուն հիշիր, Գևորգ, դա դու ես լինելու, ես հիշում եմ, եւ այսօր ես գնում եմ իմ երազի հետևից։ Թե չէ, համապատասխանելու է, ես անտառն էի ման գալիս, ու անտառը
գոյություն ունի այդ անտառը, թե գոյություն։ Ես պետք է անտառը տեսնեմ աչքովս, ու անտառի տակ գյուղը։ Ժամանակ ասի ես, որ անտառ կա իրականում, հետևը անտառ կա։ Ու ես որ ամբողջ ճանապարհը կապալիս եմ ճանապարհի Բարձրանան բերեր։ Են երակոմ Հիշում ես ինչ ասեց վաղ Մաթեոսը, որ դու պետքա մարդկանց հավատահետ բերես, ինձ 3 անգամ կրկնել էր ու 3 անգամ այդ երազս հիշում ես տեսա իրար հետևից։ Հիշում եմ, հա։ Ու սենց չհավատով էի, չէ՞, տրամադրվածում է, չեմ հավատում, էսի որ սուտա դու ասեցիր, եթե սաղ ինչ կա իրականում դու գիտեիր այս մասին, որ էսի սաղ իրականում կա, ասիր ուրեմն ճիշտ է, հա։ Որովհետև դե դու չէիր եղել, չէիր հավատում որ կա, այս ռասի իրականում կա ուղղություն։ Անտառը, արդեն հա։ Տեսնենք ինչ ալի կլետաս։ Վաղջան, в общем, երազես որ պատմեց հիշում ես Ստեփանակերտի դեպքերը մի հատ նկարագրի, թող ոչ թե ինձանից լսեն մարդիկ, այլ են մարդուց, ով որ եղել է իմ հետ 2 տարի իրար հետ ենք, չէ՞ նստել։ 2 տարի իրար հետ նստել ենք ու այդ երազես որ պատմել եմ, ինչքան ժամանակ հետո այդ տեղը իրականացավ։ Մի հատ այդ դեպքն էլ պատմի։ Այն ժամանակ երբ որ առավոտելանք ու ասիր, որ նկարագրեցիր գյուղը, ցույց տվեցիր, ասի որ կա, գյուղը իրականում ոնց կա, այդպես ցույց է տվել, ասեցիր որ այնտեղ Սարի գլխին կար Մաթեոս անունով մարդ, որը ասել է որ այս Սարը սուրբ է ու այս մադուրը սուրբ տեղ է, ու հետագայում ինչքան հիշում եմ ցույց է տվել Ղարաբաղը, ցույց է տվել Ստեփանակերտը ու ասել է որ գալու են մտնին ու Ստեփանակերտը վերցնելու են, ժողովրդին հետ դուս են հանելու ու նաև բռնելու են ղեկավար մարդկանց ու տեսնելուց երևի մոտավոր մի 10 օր հետո տեսանք որ իրականում հենց այդպես էլ եղավ։ Զարմացած էինք, որ երազս պատմեցինք։ Ենել շատ էինք զարմացած, թե ոնց է հնարավոր էլի։ Ու մի բան էլ հիշում ես որ ասում էր ռուսները չեն թողալու, չեն կարենալու մտնեն։ Ցանկուր եղավ։ Ու ամենահետաքրքիրը որն է, որ ինձ ասեց ես քեզ այնտեղ սպասելու եմ ու հիշում ես որ ասեցի ինձ ասեց որ մարդիկ չար չեն, իրանք ուղղակի չարացած են ու դու պետքա իրանց հավատ տաս։ Դու այն մարդն ես, որ հավատ պետքա տա, հիշում ես։ Հիշում եմ, որ այդպես ասել է։ Մարդիկ շատ է փոխվել, բայց ինչքան հիշում եմ, ասել է գալու է ժամանակ, որ փոխվելու է ու դու ես տալու հավատ։ Այո։ Հիմա տեսնենք, ես ով եմ, որ հավատամ կամ միգուցե ինչ-որ մեկն եմ, որ հավատամ։ Չգիտեմ, ամենատեպս ես հիմա այդ առումով էլ աշխատում եմ, որ մարդիկ հավատ ունենան մեկը մյուսի հանդեպ, չարությունը դուրս գա մարդկանց մեջից։ Եվ այլն, ես չգիտեմ, միգուցե դա առաքելությունն է, որ ես պետք է անեմ, ես աշխատել եմ այդ ուղղությամբ, ինչքանով կստացվի, դա համել բոլորից է կապված։ Այն որ տեսանք փաստացի այն անտառը, գյուղը, մատուրը, այլ ասելու բան չունեմ։ Ու մեկ էլ մի բան կարամ ասեմ, որ եթե այս ամենը իրականություն է, ու եթե մենք իրապես այստեղ կանգնած ենք, ուրեմն այն ինչ ասել է Մատեոսը լինելու է, ու մեր երկիրը զարգանալու է, զորանալու ենք դառնալ ենք ուժեղ ազգ, ուժեղ պետություն, ամեն ինչ արժևում է կտեսնեն Ժորժ ջան։ Էլի մանրամասներ կան երազից հետ կապված, որոնք
էլի հետո կպատմեմ, մենակ մի բան կասեմ, որ ինձ Մաթեոս ասաց, որ իրան ուղարկել է, որ առաջի օրվանից ինձ պաշտպանի։ Ու ասաց, որ եթե ծիծաղում էր ասում, եթե ես չլինեի, քեզ կսպանեին, ու ես եմ քեզ սպանել, ու ես միշտ քո կողքին եմ լինել։ Մաթեոս ջան, եկել եմ, հիմա այստեղ եմ, երկնային արքայությունը ինչքանով է իմ կողքին, ինչքանով է ինձ քո միջոցով օգնել, կտեսնենք հետագայում ինչ կլինի։ Մտնենք մի հատ էլ մատուր մտնենք։ Ասում են, որ ստեղ ճգնավոր եղած, տեր հայր, քահանա, պես մարդկանց գեզմաններ էլ։ Հիմա նայ հետաքրքիրը որն է։ Ինձ ուղղորդեց հենց այս Սարը, Սեպասար, հենց այս մատուր ու հենց այստեղ այս գերեզմանն, այսինքն այս գերեզմանում թաղված մարդը սուրբ մարդ։ Դե հա, միգուցե Մատեոսն ինքն է, չգիտեմ։ Էսի այստեղ է առեղծված, հենց այս գերեզմանում է առեղծված։ Այդտեղ ինձ ընտրեց։ Հա, ուրեմն իրոք սուրբ գերեզման է ստեղծել։ Հենց այստեղ որ հենց մատուրի մեջ ես սրա մասին չգիտեի։ Չգիտեմ, բայց գյուղի ժողովրդից ես հետո կհարցնեմ էլի, իրար կարող է ավելի լավ իմանալ իմ գերեզմանն էլի։ Հա, որովհետև հետաքրքիր է։ Ես այս մասին չգիտեի, տես ներսը չնկարագրեցի, ասի որովհետև ներսից ցույց էր տվել։ Ես մենակ դուրսը պատկերը դրսի Սարը, ծառերը, անտառը, գյուղը, բայց այս սրա մասին ես չգիտեի։ Ամենից շատ հետաքրքիր է ով է այստեղ թաղված, որովհետև եթե ինձ ուղարկեց այստեղ ու այս գերեզմանը ես հայտնաբերեցի իմ համար հայտնաբերեցի, որովհետև սրա մասին ես ոչինչ չգիտեի, ու ասեց քեզ այնտեղ սպասելու, ուրեմն այստեղ շատ սուրբ է։ Հիմի չգիտեմ, բայց հետո գյուղի մեծից կհարցնեմ, կարող է իրանք իմանալ պատմություն գերեզմանի։ Սեպասարը ու գյուղը։ Անտառը, այսինքն տեսել է, անտառը։ Հա։